հայտարարեցին, չգիտեմ դա ում էր հուզում, ում էր հետաքրքրում, բայց հաստատ Արցախահայությունը չի մոռանա, հենց հայտարարությունները հնանում էր հանուն ոչնչի են մահացել, չէ՞, ի վերջո այդ ամենը սկսեց դրանից, անայդ հայտարարությունից, հետո մարդը բունկերում էր բարոյական աջակցություններ ցույց տալիս, այնտեղում էր որտեղ չէր կարող լինել, հետո ասեց ես եմ այն հրամանատարը իր ամուսինը, ես եմ այդ ամենը չի, բայց այսօր պարզվում է, որ մարդիկ Անժելա ջան, հանուն ոչնչի տղային ուղարկել էր ծառայելու, հանուն ոչնչի մի ամբողջ գումարտակ զոհվեց, որ իր տղային քարի տակից հանեին, փրկեին, բերեին։ Իբր թե միացած էին, որ բաժանվում են։ Ես մի քանի տարի առաջ, երբ նախարարությունում էի Ստեփանագերտի աշխատում, փորձի փոխանակման նպատակով նախարարը մի խումբ մանկապարտեզների վարիչների տվեց ինձ եւ ուղարկեց Աշոտ Բլեյանի կրթահամալիրը փորձի փոխանակման։ Եկանք եւ առաջին օրը ես ապշել էի զարմանքից, որովհետեւ ես չկարողացա մարսել այն դրվածքը կրթության, դասավանդման, այն ռեժիմները, որը տրել էր Բլեյանը, եւ իմ դժգոհությունը հայտնեցի, երբ մտա մանկապարտեզի փոքրերի խումբ, այնտեղ կար նաեւ մանկապարտեզի փոքրերի խումբ դպրոցներում։ Տեսա այն հակասանիտարական վիճակը, երեխաները պատերը, ձեռքերը կեղտոտ ջրաներքի մեջ կողում էին սաղ պատերի վրա քսում, հատակի վրա քսում, հետո ամեն մեկը մի հատ քնապարկ էր քաշում մի անկյունից մտնում մեջը, թե քունը ստանում է եւ այլն, մի սարսափելի ազատություն էր տրված իբր թե ազատ դաստիարակություն երեխաներին, ես հայտնեցի Աշոտ Բլեյանին իմ դժգոհությունը։ Միջանցքով գնում եմ, մեկ էլ տեսնեմ մի 13-14 տարեկան աղջիկ երեխա պլանշետը ձեռքին ինձ կանգնեցնում է եւ ասում կներեք Արցախից եկած տիկինը դուք եք, ասում եմ տիկնանց մեկը ես եմ, այո աղջիկս, ինչ ա եղել, ես Մարիամն եմ, Փաշինյան Մարիամը, ես այս համալիրի լրագրողն եմ, լսել եմ, որ դուք դժգոհ եք մեր դպրոցից, ինչի եք դժգոհ, ուզում եմ ձեզնից հարցազրույց վերցնեմ, այն ժամանակ Փաշինյանը պատգամավոր էր, ասի, ինչ հարց ես տալիս, ասա հարցիդ պատասխանեմ աղջիկս, ինչը չի դուր գալիս ձեզ, ասում եմ, նախ դուք, հիմա դուք ինձ դուր չեք գալիս, ոչ դասամիջոց է, ոչ բան, դուք այստեղ ինչ եք անում, ինչ եք անում, ինչ լրագրող, հլա ասա տեսնեմ աղջիկս, դու ինչի դասին նստած չես, ձեր զանգը ուր է, ձեր ուսուցիչներն ուր են, դուք ձեզ ինչի են արգելում հայրենասիրական բանաստեղծություններ սովորել, ինչի են ձեզ արգելում մայրիկի մասին օրինակ երգեր երգել, այդ հարցերը ես տվեցի նաև Աշոտ Բլեյանին, իսկապես արգելվում էր ընդեղ, երբ երաժշտական ղեկավարին Նիկոլը միշտ եղել է մնում են Բլեյանի եւ Անուս Իրադենյանի ոգեզավակը, իհարկե, հիմա ժողովուրդս մեր կրթական համալիրին դա է սպասում, ուզում եք դա, ձեզ դուր է գալիս այդ համակարգը, այդպիսի համակարգը, ինչ 230 դպրոցի փակման մասին է խոսքը, որ ժխտեցին, հետո ԿԳՍՄ-ի որոշումը հանեցին, որ սեպտեմբերից այդպիսի որոշում կա դպրոցներ փակելու, դուք հասկանում եք դա ինչ մասշտաբի հանցագործություն է կրթական հաստատությունը փակելը, դուք հասկանում եք, հաշվում եք, քանի ուսուցիչ է մնալու գործազուրկ, այդ երեխան որտեղ է գնալու, սովորի, Հարևան գյուղի դպրոցը, ծնողը ստիպված կլինի երեխային էլ վերցնել գալ կամ քաղաք, կամ երկրից հեռանալ գնալ ուրիշ երկիր ապրելու, սա արտագաղթելու
հերթական մի հատ ուրիշ ծրագիր է ժողովրդին հանելու այս երկրից, որ թուրքը ազատ տեղաշարժի իրավունք ունենա։ Սա ինչ ծրագիր է, մտածեցեք մի հատ խորը մտածեցեք։ Ներսես աշտարակեցին մի անգամ հրավիրել էին իրեն Սևանի շրջանում մի եկեղեցու բացման օծմանը, երբ եկեղեցին օծում վերջացնում է, ասում է, իսկ դուք դպրոց ունեք, ասում են չէ, ասում է, բա ինչի նախ դպրոց չեք կառուցել, հետո եկեղեցի, որ երեխաները սովորեն կարդալ եւ կարդան Աստվածաշունչը եւ հաճախեն եկեղեցի, իսկ դուք դպրոց եք կրճատում։ Մի քանի տարի առաջ Արցախում էլ փորձեցին նույն բանը անել, միացնել փոքր դպրոցները մեծերի հետ, կրճատել եւ այլն, եւ անմիջապես հասկացան, որ դա կոպիտ սխալ է, կանգնեցրին այդ որոշումը։ Հիմա դուք իբր թե ծրագիր եք թողել, խեղաթյուրել եք հայ ժողովրդի պատմությունը, Արցախի ազատագրական պայքարը ընդհանրապես ջնջել եք եւ հիմա այլ դպրոց եք կրճատում, փառքի սրահները հանում եք, հիմա դպրոց եք կրճատում։ Որ ոլորտն է Հայաստանի այսօր նորմալ, որ դրա մասին խոսեք, ասացեք խնդրեմ։ Առողջապահությունը ծրի է սարքել թոշակառուներին։ Դեղատոմսը գրում է թաղամասային բժիշկը, դեղատոմսով 10-15 դեղատուն շրջիր, միտեղ ասում այս տեղը կա, միտեղ ասում չկա, թափառեցեք դեղատոմսը ապտեկից ապտեք։ Էժան դեղերը ասում են կա, թանկերը ասում են չկա։ Ծրի է, բա ինչ է։ Բա ինչ է, որ ծրի չէ։ Ինչքան կարելի այս ժողովրդին խաբել։ Թումանյանի սոտիկ ոսկան հեքիաթն է տարել։ Ինչքան կարելի է խաբել։ Ես խաբողին չեմ մեղադրում ժողովուրդս, մեղադրում եմ խաբվողին։ Մենք ենք 7 տարի է խաբվում ենք, մինչև երբ։ Մինչև ամբողջովին Հայաստանը Թուրքեստան դառնա։ Դրան ենք սպասում։ Ինձ զարմացնում է այն հարյուրավոր բազմահարկ դատարկ շենքերը, որ կառուցել են ու դեռ դատարկ են, եւ ես մի մտավախություն ունեմ, որ ընտրություններին մնացած մի ամիս Նիկոլ Փաշինյանը սյուրպրիզ կանի արցախահայերին եւ բաժանի բնակարաններ, որ իր ընտրազանգվածը ավելացնի, որ իր քվեները ավելացնի, բայց Նիկոլ Փաշինյան չավատաս, դուր բնակարանները մենք ուրախ կլինենք, բայց բնակարանը կվերցնեմ անձամբ ես ու քեզ ձայն չեմ տա։ Արցախահայը դա է։ Նորից եմ հիշեցնում, 89 թվին սով էր Արցախում, բլոկադա էր, և Բաքուն ուղարկեց մի ամբողջ երկար էշելոն սննդամթերքով բեռնված։ Ամառային շոկ ամիս, օգոստոս ամսին, մի ամիս այդ էշելոնը կանգնեց, երշիկները հոտեցին, փթեցին, մի մարդ չմոտեցավ այդ գնացքին, մի մարդ քաշեցին, հետ քաշելով տարան։ Նույն այս բլոկադայի ժամանակ, օրերով մարդիկ սոված էինք, ալուր չենք ճարում, հաց չենք ճարում, թուրքերի ալուրները կանգնած Աղդամում, կանգնել ենք ճանապարհը փոկել, որ չմտցնեն։ Իսկ դուք ուրախանում եք, զուռնան փչի, պարեկեք, Բաքվից բենզին է եկել, Բաքվից 4-րդ կարգի ցորեն է Ադրբեջանով եկել։ Ամոթ չի։ Էդ օրն եք ընկել, այդքան սոված եք, որ ուրախանում եք Ադրբեջանով եկած սննդամթերքով։ Այսօր սննդամթերքը կգա, վաղը ինքը կգա, ինքը։ Հասկանում եք, թե չէ։
ինքը կգա ձեր դռան զանգը կհնչեցնի ու կասի քեզ մի օր ժամանակ, վաղը կամ տեսնեմ բնակարանը դատարկ։ Դա 18-րդ, 17-րդ, 16-րդ դարում իմ պապան այդտեղ ապրել։ Կասի, թուրքը կասի։ Հիմա գամ եկեղեցուն։ Այս մարդը, վարչապետը, ժողովրդին շեղելու թեմա է ընտրել եկեղեցին։ Ժողովրդին շեղելու, հերթական անգամ պառակտելու։ Եկեղեցին մեր հենքն է, հիմքն է եղել այս ազգի պահպանման։ Մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է պահել ազգ որպես ազգ։ Ինչ եք ուզում այսօր անել։ Ինչ։ Ասեմ կաթողիկոս ես ուզում դառնալ, Նիկոլ։ Չես կարող, այդ գործն էլ չես կարող անել։ Ընդհանրապես, եթե վարչապետությունից դու զրկվեցիր, մտածի, թե ինչ աշխատանք ես անելու։ Բարաբան ես խփելու, այդ մեկը քո հետ ստացվում է։ Փայտերն առ ու սկսի խփելը։ Ինչ ես ուզում եկեղեցուց։ Հոգևորականներից ինչ ես ուզում։ Իբր թե դու սահմանադրություն չես խախտում, կաթողիկոսն է խախտել, եմ մեկն է խախտել, եմ մեկը։ Քո խախտումները հաշիվ չունեն, հաշիվ։ Առավոտի ծիրիկում, որ թվարկես, օրը չի հերիքի։ Նիկոլ Փաշինյան, դու ինքդ շատ լավ գիտես ինչքան խախտումներ ես անում։ Խախտում չի Արցախը հայերին այսօրը գցել։ Խախտում չի, որ Արցախը տվեցիր Թուրքին։ Դու ինչ իրավունք ունեիր Արցախը տալու։ Ասում ես ես ձեր վարչապետը չեմ։ Դա քո ասածն էր, չէ՞։ Որ մեր վարչապետը չէիր, ինչի տվեցիր Արցախը Թուրքին։ Ով էր քեզ իրավունք տվել։ Սահմանադրության խախտում ես փնտրում։ Ժողովուրդս նորից եմ հիշեցնում դեմանտրությունները, խնդրում եմ գոնե այս անգամ չսխալվեք, գոնե այս անգամ սթափ դատեցեք, այնքան ծանր վիճակի մեջ է Հայաստանը, որ միայն ՔՊ-ին հեռացնելը կփրկի այս երկիրը, հակառակ դեպքում այն ինչ մնացել է, դա էլ կտան սրանք Թուրքին, դա էլ կտան։ Կզրկվեք արցախահայերի նման ձեր տներից, ձեր ունեցվածքից, ձեր հայրենիքից, եթե դուր է գալիս այդ, խնդրեմ, այսքանը։